Ողջունում ենք ձեզ, սիրելի բարեկամներ։ Ողջունում ենք ձեզ մեր Տեր Հիսուս Քրիստոսի անունով։ Մենք հիմա գտնվում ենք նոր տարվա նախաշեմին եւ հրաժեշտ ենք տալիս 2025 թվականին։ Իհարկե խորհում ենք, մտորում ենք անցնող տարվա մասին։ Մենք սովորաբար ընդունված կերպով տարիներին ասում ենք լավ տարի կամ վատ տարի, նրանց տալիս ենք բնավորություն եւ սկսում ենք խոսել, խորհել նրանց հետ, թե մենք ինչ ունեցանք այս տարում եւ ինչ ենք անկկալում հաջորդ տարում։ Երբ որ մեզ հետ կատարվել են լավ դեպքեր, իրադարձություններ, մենք ասում ենք հաջող է տարին։ Երբ որ հանդիպել ենք դժվարությունների, ասում ենք տարին այդքան լավ չէր։ Բայց Աստված մեզ սովորեցնում է ոչ թե մեր հաջողությունները կապենք տարվա հետ, այլ մեր հաջողությունը կապենք մեզ տարիներ տվող օրհնյալ Աստծո հետ եւ ուշադրություն դարձնենք կարևոր բաներին, հավիտենական բաներին, որոնք բնայուն են։ Եվ ես ուզում եմ այս առիթով ձեզ հիշեցնել հետեւյալը, որ Աստված մեզ պատվիրում է ուշադրություն դարձնել եւ հետեւել կոնկրետ հետեւյալին, թե մենք ինչպես տարածեցինք փրկության բարի լուրը եւ մարդկանց սովորեցրեցինք Աստծո խոսքը։ Մատթեոս ավետարանի վերջին գլխի վերջի խոսքերն են, որտեղ Հիսուսն ասում է. գնացեք բոլոր ազգերին ավետարանեցեք Աստծո խոսքը։ Սա շատ կարևոր է։ Եվ սրա հաջորդ մի բանը, որ կարևոր ենք նկատում Տիրոջ խոսքից, հետևյալն է. ծառայել Տիրոջը բոլորանվեր կերպով։ Ծառայել Տիրոջը, չէ՞ որ մենք բոլորս միասին կազմում ենք եկեղեցին Քրիստոսի մարմինը եւ ամեն մեկս ունենք մեր դերը եւ նշանակությունը։ Ուրեմն յուրաքանչյուրս պետք է որքան որ հնարավոր է ծառայենք նվիրվածությամբ Տիրոջ մարմնի մեջ։ Եվ վերջապես երրորդը հետեւյալի մասին է։ Մենք պետք է տարեց տարի, եթե ոչ օրեցօր նմանվենք մեր Տեր Հիսուս Քրիստոսին։ Աստված որ կամեցավ ուզեց մարդու ստեղծել, նա մարդու ստեղծեց իմտի ունենալով մարդու բնավորությունը, խառնվածքը, ինչպես ասում են հոգեկերտվածքը, ուզեց ստեղծել իր որդու պատկերի համաձայն։ Եվ Հռոմեացիս նամակի մեջ էլ այդ մասին կարդում ենք 8-րդ գլխի 29-րդ համարում, որ Աստված տեսավ մեզ Հիսուս Քրիստոսի կերպարնակից։ Ուստի, սիրելի ժողովուրդ, ես ձեզ մաղթում եմ եւ աղոթում եմ այս տարվա մեջ այս 3 կարևոր ճշմարտությունները։ Առաջինը, որ մենք տարածենք բարի լուրը, երկրորդը, որ ծառայենք ամբողջ նվիրումով, եւ երրորդը, տարեց տարի միշտ նմանվենք մեր Տեր Հիսուս Քրիստոսին։ Ու ես դարձյալ միանալով շատերի ողջույններին ասում եմ՝ շնորհավոր նոր տարի եւ սուրբ ծնունդ։